Կուրսանտ Կարապետյան։ Yes sir։ Շարքից դուրս գա 2 քայլ։ Լսում եմ։ Անցած պատերազմում մենք հաղթեցինք կամավորական ջոկատների եւ նրանց հիմքի վրա հնդածս կազմավորվող բանակի մարտիկների արյան ու նվիրումի, նրանց ընտանիքների կրած զրկանքի շնորհիվ, բայց ոչ առանց ռազմական գործի գիտակների մասնակցության ու ղեկավարման։ Այս հաստատությունը հիմնվեց հրադադարից անմիջապես հետո, որպես հրամանատարական ուսումնարան։ Հետո վերակազմավորվեց ինստիտուտի եւ 2000 թվականից կրում է Հայաստանի պաշտպանության առաջին նախարար Վազգեն Սարգսյանի անունը։ Նրա առաջին շրջանավարտները մոտ 18 տարի ծառայում են մեր զինված ուժերում։ Ոչ ոք չգիտի, թե եւս որքան կշարունակվի ոչ պատերազմ, ոչ խաղաղություն բնորոշող այս վիճակը։ Անվիճելի է սակայն, որ թշնամուն, եթե ոչ լիարժեք խաղաղություն, ապա առնվազն արժանապատիվ հրադադար պարտադրելու համար հայությունը մատը պետք է պահի ձգանին, որակյալ կադրեր պատրաստելով վաղվա օրվա համար։ R123 ռադիոկայանը որտեղ ենք օգտագործում։ Մի հոգի։ Ասա։ Ուսանց Պաշկան, R123 ռադիոկայանը օգտագործում ենք հրամանատարական շտաբային մեքենաներով եւ զրահակայել։ Մակերևույթին զուգահեռ։ Մակերեսում։ Զուգահեռ։ Իսկ երկար տարածվող ալիքները դրանք հանդիպում են մթնոլորտում գտնվող իոնոսֆերային շերտին եւ անդրադառնալով Բացառությամբ ռազմաօդային ուժերի, մնացած զորատեսակների վաղվա հրամանատարների ուղին այստեղից է սկսվում։ Հայոց աշխարհի բոլոր երկրամասերը ներկայացնող 1000-ից ավելի քաղաքացիական բառապաշարով ուսանող ռազմականով կուրսանտ, վաղը լեյտենանտական առաջին աստղերը ստանալով կմեկնի ծառայության վայր։ Կուրսանտների որակների մասին պատկերացում կազմելու համար կարելի էր ռեպորտաժը կառուցել առանց տեքստի, միայն նրանց լսելով։ Տավուշի մարզից եմ, քաղաքի Ջևան, մանկուց եղել են նախասիրություններ, այս բնակավարում սովորելու եւ հետագայում աշխատելու համար։ Իմ որոշումը կայացրել եմ իմ ծնողի խորհրդով, ունեի ֆիզիկական լավ տվյալներ, սիրել եմ մանկուց զենք եւ այդ ամենը փորձում եմ օգտագործել ազգին պիտանի։ Էդգար Մարտիրոսյան, Որտեղից ես Էդգար։ Գյումրիից։ 14-13 տարեկանում ընդունվել եմ Մոնթե Մելքուրյանի անվան ռազմամարզական վարժարան, այնուհետև ավարտելուց հետո ընդունվել եմ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաք Շուշիից եմ։ Պատերազմից ես չեմ տեսել կոնկրետ, բուջուր եմ եղել ավելի կոնկրետ այդ ժամանակահատվածում, բայց իմ պատմությունը ուսումնասիրելը ինձ մենակ հերիք էր։ Արմավիրի մարզից Գյուղլեն ուղիից եմ։ Մասնագիտություն ընտրելու համար օրինակ են ծառայել ազգակիցներս, սովորել նույնպես այստեղ։ Նախ մենք բոլորս է գիտենք, որ մեր երկրում կոնկրետ ամենապատվաբեր գործը դա զինվորականի գործն է։ Բացի դրանից սիրել եմ զենքը, զինամթերքը, նախ շատ եմ Երևանում դու ո՞նց ես սիրել զենքը։ Դպրոցում մենք անցել ենք ռազմագիտություն առարկան։ Քաղաք Վանաձոր, մանկուց անձնական նախասիրությունից ելնելով ընտրել եմ ռազմական գործը, դեռևս մանկուց սիրել եմ զենքը, ռազմական տեխնիկան, լսել եմ մեր ազգի հերոսների, թե ընդհանրապես ֆիդայական շարժման մասին եւ ցանկություն ունեմ իմ մեծ ներդրում ունենալ մեր բանակում։ Տեսնում ենք հակառակորդի ելման դիրքը, կրակակետերը կրակային դիրքը, այստեղից։ Հակառակորդի այս բոլոր տարածքները գտնվում է դիտարկման տակ։ Կրակոցները հիմնականում անկարուն կրակոցներ են։ Հայաստանի հարավ-արևմտյան սահմանագոտու դիրքերն են։ Համեմատաբար հանգիստ համարվող այս ուղղությունն իր մարտահրավերն ունի պաշտպանության պատասխանատուների համար։ Բնորոշվում է որպես տանկավտանգ ուղղություն, եւ բնական է, որ այս հատվածում առավել մեծ ուշադրություն է հատկացվում թշնամու զրահատանկային տեխնիկայի խոցման միջոցառումներին։ Որևէ նշանակետ դիտարկվում է հիմա։ Հիմա ոչ մի նշանակետ չի դիտարկվում։ Եթե դիտարկման ժամանակ հայտնաբերենք, անմիջապես հրամանի դեպքում կոչնչացնենք։ Իհարկե ունենք ֆիքսված նշանակետեր, հիմնական փոփոխություններ էլ է լինում, դա էլ կախված է հակառակորդի տեղաշարժման վայրը փոփոխվելուց։ Նռնականետ լիցքավորված է պատրաստ է կրակի։ Խոշոր տրամաչափի այս նռնականետից թշնամին վերջերս կրակել է մեր արցախյան դիրքերի ուղղությամբ, բայց իր երկու դիրքն է ոչնչացվել։ Հայկական զինուժն այս զենքը պատրաստ պահում է ըստ նշանակության օգտագործելու համար։ Հակատանկային միջոցները վստահվել են պայմանագրային զինծառայողներին, սակայն նրանց հրամանատարը մարտական արդեն 3 մեդալի արժանացած ռազմական ինստիտուտի շրջանավարտ է։ Հարատիմարտ գյուղ Փոքրվեդից։ Փոքրվեդի, այսինքն տուն, հողամաս, բերք, հող։
Էդ էլ է մեր հողամասը, էս էլ է մեր տունը, էսի սաղ մեր հողերն է։ Մեր ընտանիքն ենք պահպանում, մեր ժողովրդին։ Իմ ընտանիքը Դաշտային Ղարաբաղից է, ես ապրում եմ զինվորական ընտանիքում, ավագ եղբայրս ծառայում է Խարվաճառում, միջնեկ եղբայրս խաղապահ զորքերում։ Մեր երկիրը անցնում է պատերազմի միջով եւ իմ նպատակն է եղել դառնալ զինվորական եւ դարձել եմ։ Ինստիտուտն անցնում է 10 օր առաջ գրանցված ողբերգությունը հաղթահարելու փուլով։ Երիտասարդ տղաների համար անհասկանալի, անբացատրելի այդ դեպքը հավելյալ զգոնության ազդանշան է։ Ուսումնառության այս տարիների մասին նրանք կարծես խոսում են արդեն անցյալ ժամանակով, մտքում վաղվա ծառայությունն է։ Ես մասնակցության մոտոհրացիկ եմ, բարդությունը այնքանով է, որ միշտ գտնվում ես դիրքերում, միշտ պետք է լինես քո անձնակազմի կողքին, թե գիշերը, թե ցերեկը, յուրաքանչյուր պահի։ Ավարտելուց հետո առաջի գիծ, տարբերություն չկա, որ պաշտպանականում առաջի գիծերնի մենք չենք սպասում հակառակորդին նշված ժամին կամ ինչ-որ հատվածում, միշտ պետքա պատրաստ լինենք, մենք եւս 4 տարվա գիտելիքները, որ պիտի ուսուցանեն մեզ, պետք է ավելի հմուտ եւ ճիշտ օգտագործենք սահմաններում։ Մեր բանակի համար բնականաբար կդառնան գերազանց սպաներ, կունենանք այն արդյունքները, որ մինչև այսօր ենք ունեցել, ցանկացած հակառակորդի սադրանք կկանխենք մեր հիմիկվա զինծառայողների, սպաների ուժերով, միջոցներով։ Նրանց աչքերում պատանեկան անհոգություն եւ տարիքին ոչ բնորոշ հասունություն կա, իսկ աչքերի առջև փայլուն օրինակները իրենց ավագ ընկերների, նույն հաստատությունն ավարտած լեյտենանտների, որոնց հրամանատարությամբ հայկական բանակի շարքայինները տևական ժամանակ ոչնչացնում են թշնամու հատուկ նշանակության ջոկատայիններին։ Արթուր Գրիգորյան, Էդգար Դավթյան եւ Հովհաննես Քյոսեյան, Առաջին ալիք։